Բարև սիրելի հետևորդներ ջան։ Ուրեմն երկար ժամանակ արդեն չենք նկարում, որոշեցինք նորից վերսկսել մեր նկարահանումները, քանի որ օպերատորը շատ խիստ գրաֆիկով զբաղված է, տարբեր տեղեր, տարբեր նկարահանումների է։ Այսօր ուզում եմ հեշտ, թեթև ու շատ անկրկնելի համեղ մի բաղադրատոմս ներկայացնեմ ձեզ։ Պատրաստեք, քանի որ արդեն սկսվել է բանջարեղենի լավ շրջանը։ Վերցրել եմ ուրեմն սելի հետևորդներ ջան, շատ քիչ բաղադրիչներ ընդամենը, տեսեք, հավի թևիկների վերևի մասն է, ուսիկներ, ինչպես ասում են, այստեղ չգիտեմ։ Ուրեմն պատրաստել եմ այսպիսի սալատ, բանջարեղենային, միշտ պահածոացնում էի Վանաձորում, իսկ ստեղ զիպ տոպրակների մեջ սառցախցիկ եմ դնում։ Ունեմ համեմի սերմ աղացած, աղ և Հալեպի աղացած կարմիր պղպեղ շատ համեղ տեսակը և գարեջուր սիրելիներս։ Հիմա պետք է մեր հավի ուսիկները համեմեմ, լցնում եմ ուրեմն սամիթի սերմը, մի թեյի քթալ ընդամենը և այսպիսի շատ համեղ, շատ անուշ կարմիր պղպեղ է ինքը, կա տարբեր տեսակներ պղպեղների, հալեպցիներից եմ հենց հատուկ առնում, իրենք խանութ ունեն, և լցնում եմ աղը, աչքաչափով ընդամենը աղը, որովհետև երբ որ մենք ջեռոց դնենք, սիրելիներս, պետք է նաև համտեսենք, տեսնենք ինչպես է ստացվել համը, կարիք կլինի աղ կավելացնեմ, չի լինի չեմ ավելացնի, որովհետև աղցանն է, մի թեթև արել եմ, և գարեջրով բացել եմ արդեն նախօրոք, այսպես ցողում ենք, ձեռքով էլ չեմ խառնում, քանի որ արդեն ինքը համարյա խառնվեց, այսպես ուղղակի մի հատ շրջեմ, թողնում եմ այսպես մի 15 րոպե, ոչ ավել, մի քիչ մարինացում է գարեջրի մեջ, սա այսպես դնելու եմ ջեռոցը մի 15 րոպե, որպեսզի ալկոհոլային մասը գոլորշիանա ու նոր ավելացնելու եմ մեր շատ սիրելի սալաթը ու ծածկելու եմ փայլաթղթով, ֆոլգայով ու դնելու ենք ջեռոց, նորից եփվելու, մինչև որ իրար համերը կխառնվի, կպատրաստվի, համեղ կստանանք մենք լավ ուտեստ։ Այսքանը սիրելիներս, հիմա ես իմ ջեռոցը կմիացնեմ, միացնում եմ իմ ջեռոցը ամենաբարձր ջերմաստիճանը 220 աստիճան է, բարձրացնում եմ այդքան ու արդեն դնենք ջեռոցը, թող տաքանա, մինչև տաքանա, սա էլ մի քիչ թող համեմվի, մարինացվի ու նոր արդեն դնեմ ջեռոցը, սիրելիներս, հիմա ասեմ սալատի բաղադրիչները, ինչ եմ ավելացրել, ինչ եմ արել, ուրեմն վերցրել եմ 4 գույնի պղպեղներ, գունավոր, բուլղարական, նարնջագույն, դեղին, կարմիր և կանաչ, առատ սոխ եմ կտրատել, լոլիկ եմ կտրատել, սխտոր եմ ավելացրել մի քանի բջեղ ու ավելացրել եմ կանաչի, մաղադանոց և համեմ։ Այսքանը սիրելիներս, բուսայուղ, ոչ մի բան պետք չի և թեթևակի աղ եմ արել, շատ քիչ աղ, որովհետև քանի որ դնում եմ սառցախցիկ, կարևոր չի աղ անելը, իսկ եթե պահածոացնում եմ, իհարկե պետք է աղ անելը։ Այսքանն է սրա բաղադրիչներն, սիրելիներս, մինչև կմարինացվի, սա էլ մի քիչ սառցախցիկից հանել եմ, դեռ լավ չէ հետ եկել, բայց կարևոր չի։
կդնենք արդեն հետ կգա ինքը աստիճանաբար ու կտարածվի մեր ուտեստի վրա, հավի մսի վրա։ Այսպես սիրելիներս, հիմա թող մի 15 րոպե մարինացվի, դնեմ ջեռոց ու արդեն կասեմ ինչ ենք անում։ Սիրելի հետևորդներ ջան, արդեն մարինացվեց, 17 րոպե արդեն անցել է։ Հիմա դնեմ ջեռոցը, ջեռոցն է շատ լավ տաքացած է։ Դնենք ջեռոց 15 րոպեի չափ, այնքան որ գարեջրի էս ալկոհոլային մասը գոլորշիանա ու կհանեմ, կպատրաստեմ արդեն մյուս բաղադրիչը ավելացնելով, կդնենք ջեռոց մի 20-ից 30 րոպե եփվելու։ Այսքանը կհանդիպենք 15 րոպեից։ Սիրելի հետևորդներ ջան, ուրեմն գարեջուրը գոլորշիացել է, շատ քիչ ջրային մասա մնացել, որ սա մեզ պետք է դեռ, կավելացնեմ մեր սալաթը, չեք պատկերացնի ինչ անուշ բուրմունք է տարածվել արդեն, թե սալաթից, թե մեր հավի մսից, գարեջրի մեջ մարինացված։ Կուզեք վերջում կանաչի, եթե ունեք, կտրտեք, ավելացնեք, եթե չէ, իր կանաչ գույները իրան հերիք արդեն, չնայած ես կանաչի լցրել եմ արդեն հետը, ահա սիրելիներս, սենց, հիմա, ուրեմն հիմա նորից էլի դնում ենք ջեռոց, թողնում ենք 20-ից 30 րոպե, ինքը արդեն լավ եփվելու ու կմատուցենք, սիրելի հետևորդներ ջան, կարող եք ջեռոցում կարտոֆիլ դնել, խորովել, կամ ֆունչոզայով մատուցել այս ուտեստը, կամ արիշտայով մեր տեղական, կամ սպագետիով, ինչպես որ ցանկանաք, քանի որ այս պահին ես բան չեմ սարքել, սպասում հյուրերս կգան, որ այն ժամանակ որոշել եմ, որ ֆունչոզա պատրաստեմ ու հյուրասիրեմ այս ուտեստը ֆունչոզայի հետ։ 20 րոպե այսպես կեփվի, 20 րոպեից կհանեմ փայլաթիթեղը, փայլաթուղթը ու 10 րոպեն էլ թող այդպես էփի, որպեսզի ավելի գեղեցիկ ստացվի ու արդեն ցույց կտամ ինչպիսի տեսք ունի սիրելիներս, առայժմ մինչ կհանդիպենք 30 րոպեից։ Մեր ուտեստը արդեն պատրաստ է, ուզում եմ հանեմ, անջատեմ ջեռոցը, սիրելիներս, դուք է պատրաստեք այս ձևի գեղեցիկ ուտեստ ու մատուցեք կամ սպագետի հետ, կամ ֆունչոզայի։ Ես բերել եմ ֆունչոզա, հյուրերս կգան նոր կպատրաստեմ, քանի որ ֆունչոզան իրան պետք է անմիջապես յարման ջրլացնել, մի քիչ իրան թուլացնել ու մատուցել ուտեստի հետ, թեթևակի աղեք գցելու ջրին ու նոր քամեք մատուցեք այս ուտեստի հետ։ Պատրաստեք, համտեսեք, կհավանեք շատ, որովհետև արդեն խոստումնալից ինքը հոտու համում։ Համը փորձել եմ, աղի կարիք չզգացվեց, աղ չեմ ավելացել սիրելիներս, այնպես որ նայեք, եթե արդեն հավի մսին աղ եկար է և սալաթին էլ կար, ուրեմն բավական է։ Այս նույն ուտեստը կարող եք նաև տավարի մսով պատրաստել, գառի մսով պատրաստել, որովհետև շատ էլի համեղ է ստացվում։ Այսքանը սիրելիներս, կհանդիպենք մյուս վլոգի ժամանակ։